Բարև ձեզ, հարգելի քաղաքացիներ, սիրելի ընկերներ։ Այս հրատապ ավտոլայվը մեկ տեղեկատվության հիման վրա եմ իրականացնում, որպեսզի ձեզ պարզաբանեմ, թե ինչ է կատարվում ծաղկազարդի գործով այսօր շաբաթ օրով, կարևոր է նշել, ոչ աշխատանքային օրով, շատ կարևոր որոշումներ է կայացրել քննչականը եւ միասին փորձենք հասկանալ դրա նպատակը։ Մեր համար, իրավաբանների համար հասկանալի է, ավելի շուտ ես փորձեմ պարզաբանել մեր դիրքորոշումը այս գործողության բուն նպատակի վերաբերյալ։ Նախ մի քանի կարևոր ելակետային տվյալ հիշեցնեմ ձեզ։ Դավիթը մեղադրվում է ծաղկազարդի օրով Նիկոլ Փաշինյանի քաղաքական գործունեությանը միջամտելու համար, նրանք ովքեր որ առաջին անգամ են լսում, այո, իսկապես աբսուրդային է, բայց դա է եկեղեցուն Նիկոլ Փաշինյանը ըստ քննչականի եւ դատախազության իրականացնում էր քաղաքական գործունեություն եւ խուլիգանության։ Այս երկու հանցակազմերով, ընդ որում ըստ քննչականի դա եղել է կազմակերպված գործողություն, ունեցել է կազմակերպիչ, օժանդակող, որոնց նկատմամբ մեղադրանք է առաջադրվել, նույնպես աբսուրդային է կարծել, որ այս միջադեպը կազմակերպված է, որովհետև պարզապես անսպասելիորեն, առանց նախապես հայտարարման, առանց որևէ պլանավորման եղել է մուտք Լեփ-Լեցուն Սուրբ Աննա եկեղեցի, որտեղ որ այդ պահին տեղի էր ունենում ծաղկազարդի տոնական պատարագը։ Սուրբ Զատիկից մեկ շաբաթ առաջ, նախորդ կիրակի։ Սա մեկ ելակետային տվյալ, երկրորդ ելակետային տվյալ արագ բողոքարկում է տեղի ունեցել եւ Արամը Վարդևանյան, Հակոբը Գյուրեղյան, մեր գործընկերները, մեր ընկերները, նրանք կազմակերպեցին բողոքարկումը շատ արագ, գործը ուղարկվեց վերաքննիչ դատարանը պետք է որոշեր, թե որ օրն է հրապարակում իր որոշումը գրավոր ընթացակարգով, այսինքն նիստ այնտեղ տեղի չի ունենալու։ Եվ մեկ էլ իմացանք, որ դատախազությունը նույնպես բողոք է բերել եւ գնահատեցինք դա միակ այդ բողոքարկման նպատակը, ընդ որում այն որոշման դեմ, որը ամբողջությամբ բավարարում էր քննիչի միջնորդությունը։ Ընդամենը հիմքերի մասով է բողոքը, եւ մենք դա գնահատեցինք, շատ հազվադեպ է լինում, եւ մենք դա գնահատեցինք որպես բողոք, որպեսզի դատարանը չկարողանա ավելի վաղ ժամկետ դնի որոշումը հրապարակելու եւ դատարանը, ես չգիտեմ այդ բողոքը որ չլիներ էլի նույն որոշումներ, նույն օրներ դնելու, թե չէ չենք կարող իմանալ, բայց փաստն այն է, որ այս պայմաններում արդեն դատարանը այլ տարբերակ չուներ, քան ավելի ուշ ժամկետ սահմանել եւ սահմանեց իհարկե օրենքի սահմաններում, չեմ ասում օրենքի խախտումը, օրենքի սահմաններում, բայց ավելի ուշ ժամկետ ապրիլի 17-ը, առաջիկա ուրբաթ օրը, այսինքն 6 օրից։ Այս երկու ելակետային տվյալը հիշեք։ Ուրեմն երրորդ ելակետային տվյալն էլ արդեն այս գործի հետ կապ չունի, դուք կհիշեք իմ մի շարք լայվերից, իմ մի շարք հրապարակումներից, երբ ես խոսել եմ Վճռաբեկ դատարանի անընդունելի, ուղղակի իրավունքին երևի ամենավատ նախադեպը Վճռաբեկ դատարանի իր ողջ գործունեության մեջ, քրեական ամենայն դեպս պալատի, այն նախադեպն է, որով Վճռաբեկ դատարանը ասում է, նայեք, տեսեք, եթե գործը ուղարկվում է դատարան, ապա վերաքննիչ դատարանը այլևս իրավունք չունի ազատ արձակել, եթե գտնում է իհարկե, որ ապօրինի է եղել, ապօրինաբար անազատության մեջ պահվող անձին։
այո վերաքննիչ դատարանը կարող է արձանագրել խախտում, ասել այո խախտվել է քո իրավունքները, բայց ազատ արձակել չի կարող։ Սա ուղղակի ես որպես իմ նեղ մասնագիտությունը քրեական դատավարությունն է, ավելին հենց վերանայումներն են, ես դեռ հեսա շուտով 20 տարին կլրանա մի ամսից, որ ես այդ թեմայով պաշտպանել եմ տեխնացուական ատենախոսություն, ունեն բազմաթիվ հրապարակումներ, մենագրություն, վերանայումները իմ նեղ մասնագիտական են։ Ես որպես վերանայումների մասնագետ եմ ասում, սա ահավոր վատ նախադեպ է, ահավոր վատ, որի հիման վրա վերաքննիչ դատարանը այլևս չի կարող, երբ որ գործը ուղարկվել է դատարան, իր բուն գործառույթը իրականացնել։ Վարվել որպես դատարան, դատարանի գործը որն է խախտումը արձանագրելը չի, խախտումը վերացնելն է։ Ուղղակի ոչ մի իրավական հիմնավորում չկա։ Որևէ ողջամիտ բացատրություն դրան ես չեմ տեսնում։ Սա էլ որոշ ժամանակ առաջվա նախադեպ է։ Եվ սա կիրառվում է քաղաքական գործերով։ Նարեկ Սամսոնյանի գործով է կիրառվել։ Կիրառվել է օրինակ եւ այդ պատճառով օրինակ դեկտեմբերի 31-ին, երբ որ արձանագրվել էր խախտում, ներողություն դեկտեմբերի 29-ին, Նարեկը ազատ չարձակվեց եւ անազատության մեջ մնաց եւս երկար ժամանակ։ Նույն կանոնը կիրառվել է Արսեն ուրեմն Ղուկասյանի նկատմամբ, զոհվածի հորեղբայր։ Եվ այլ դեպքերում եւս մի քանի նմանաբնույթ դեպքերով։ Այդ թվում նաեւ քաղաքական, բայց նաեւ ոչ քաղաքական գործերով։ Այսինքն ցանկացածի վրա կարող է այս ահավոր ուղղակի նախադեպը կիրառվել։ Այս 3 ելակետային տվյալներն են։ Հիմա ինչ են արել քննչականի, ես վստահ եմ, որ սա քննչականի նախաձեռնությունը չի, ընդհանրում եմ կամ քաղաքական իշխանության կամ դատախազության նախաձեռնությունն է։ Չնայած մեծ տարբերություն չեմ տեսնում։ Եղել է այսօր շաբաթ օրով նախաքննության ավարտի մասին հայտարարություն։ Մեր են կացել քննիչները եկել են ուրեմն հիվանդանոց, որպեսզի նախաքննության ավարտ հայտնեն, զանգ եկավ, որպեսզի նախաքննության ավարտ հայտնեն Դավիթին, որը հիվանդանոցում է, որը հիշեցնեմ, պարզվեց ոչ իր բազմաթիվ ծանր հիվանդությունների հետ մեկտեղ, իդեպ կալանքի հետ անհամատեղելի, որ փորձաքննությանն եք նաև սպասում, որ նույնպես փաստորեն ուշանում է եւ այս այսինքն ոչ թե ուշանում է, այլ չեն կարող ստանալ։ Եվ այս ընթացքում էլի այս կարճ ժամանակ եւ ուղեղի ցնցում է դրան գումարած ստացել Ծաղկազարդի օրը այդ Նիկոլի Ախրաննիկի հարվածից եւ այս ամենի արդյունքում նաեւ լույսի խնդիր ունի, անընդհատ ասում եք լույսին չի կարող նայել, անընդհատ մթության մեջ պետք է մնա, որպեսզի բուժվի այդ վիճակից։ Եվ եկել են Դավիթին նախաքննության ավարտ հայտնելու։ Շաբաթ օրով։ Նման բան ես առաջի անգամ եմ տեսնում։ Հրատապությունը որն էր, ինչ որ ժամկետ եք բաց թողում, ինչ եք անում, չկա տես բան։ Միակ պատճառը հետեւյալն է, որ արագ հասցնեն գործը ուղարկել դատարան, որպեսզի դատարաններին այն իմ ասած այդ ահավոր նախադեպի կիրառմամբ զրկեն հնարավորությունից խախտում արձանագրելու դեպքում ազատ արձակել Դավիթին։ Կալանքից ազատ արձակել, օրինակ ուղարկել տնային կալանքի կամ վարչական հսկողության, չգիտեմ։ Սա շատ կարևոր է, որ հանրությունը իրազեկ լինի այս հանգամանքից։ Եվ եւս մի կարևոր բան, մաս են անջատել, այսինքն կատարողի մասը տենց անջատել են Դավիթի մասը, էլի։ Տանում են դատարան, մնացած մասով նախաքննությունը շարունակում են։ Ու դա էլ է անհասկանալի, չնայած կարելի ասել իրանց տիրույթում է գտնվում, բայց դա էլ է անհասկանալի։ Այս ափալ-թափալ ամեն ինչի համար էր։ Միակ բացատրությունը դա է, այլ ողջամիտ բացատրություն ես ուղղակի չեմ կարողանում մտածել։ Շաբաթ օրով։ Եթե շաբաթ օրով են անում, մեզ էլ ասենք օրինակ
մինչև երկուշաբթի կամ նույն խոսքով էլ եմա ժամկետների մասին չասեմ, իրանք կարող են եւ հասցնել իրենց այս պլանի իրագործումը։ Սա նշանակում է, որ հանրային ուշադրությունը այս գործի հետ կապված ցանկալի է ոչ միայն չնվազեցնել, այլև մեծացնել, եւ այս առումով ես ուզում եմ ողջունել տարբեր միջոցառումներ են նախատեսվում մոտակա օրերս, երկուշաբթի օրը ես տեսա նստացույց է նախատեսվում, վաղը պատարագին կրկնազատիկի պատարագն է, երկու շաբաթ է լրանում այս Դավիթի նկատմամբ խայտարակ հարձակման, որը բերեց դրա անազատության։ Նաև այլ միջոցառումներ են վաղը, ես գիտեմ, նախատեսվում, ինչպես առաջին օրից մինչև հիմա շատ ակտիվ են Դավիթի համադասարանցիները, ուղղակի ես հիանում եմ երեխեքի այս հաստատակամությամբ, այս նվիրվածությամբ, այս հասունությամբ եւ նաեւ արձանագրում եմ, որ այդ հատկանիշները մեր սերնդում այդքան էլ տարածված չեն, ես օրինակներ էի բերում նաեւ։ Շատ ողջավորված եմ երեխաներով եւ ոչ միայն կանայք տարբեր երկու օր առաջ շատ կարեւոր պիկետ էին կազմակերպել Աննան Հովանեսյան եւ Անահիսը Սարդարյան, էլի կազմակերպիչներ կային, կներեք, որ այս բանին չեմ հիշում։ Սայդա անունով մի կին, ես ոնց թե տեղը չեմ բերում, կներեք Սայդա ջան, որտեղ տեղը չեմ բերում, մենք ծանոթ չենք, ամենայն դեպս նախաձեռնել է, հրապարակել է արդեն երկուշաբթի օրվանից ժամը 11-ին կանանցով նստացույց անելու իր նախաձեռնությունը դատախազության շենքի առջև։ Շատ կարևոր է այս ամեն ինչը, որովհետև ամբողջ պետական ապարատը այսպես սլաժնն է աշխատելով, 18 տարեկան երեխու դեմ է պայքարում, հիմա էլ այս արհեստական, խիստ արհեստական միջոցներով փորձում են արգելք դնել, ուղիղ արգելք դնել փաստացի, որպեսզի դատարանը նման հնարավորություն չունենա։ Թեև նորից որպես քրեական դատավարության մասնագետ ես ունեմ ուրույն մոտեցում այս հարցի շուրջ, թե ինչքանով է դատարանը վերաքննիչ դատարանը կաշկանդված վճռաբեկի այս նախադեպով, բայց դրա մասին ես հիմա չեմ խոսի, մի հատ կհասկանանք այնուհանդերձ նրանք կհասցնեն գործը մտցնել դատարան, թե ոչ։ Մի հատ դա կփորձենք հասկանալ եւ նոր դրա մասին ես կխոսեմ։ Ամեն դեպքում իմացեք, այս գործում առաջին որոշում կայացնողը դատախազն է, որտեղ երբ էլ որ դատախազը ստանա, նա պարտավոր չէ անմիջապես գործը ուղարկել դատարան։ Նա ունի ժամանակ, եթե չեմ սխալվում, 5 օր, որպեսզի ուսումնասիրի եւ նոր գործը ուղարկի դատարան։ Իսկ այս պլանը ենթադրում է, որ դատախազը անմիջապես պետք է գործը ուղարկի դատարան, ասենք նույն օրը կամ հաջորդ օրը, որպեսզի ստացվի իրենց ուզածը, այս տենց կիսաիրավական պլանի իրականացումն, կիսաիրավական էլ չասեմ, կիսաօրինական ասեմ, իրականում բացարձակ ոչ իրավական, որովհետև սրա նպատակը ոչ թե իրավաչափ շահերի տիրույթում է, այլ դատարանին իր գործառույթը իրականացնելուց զրկելու դիտավորության տիրույթում է, որը իրավաչափ համարվել չի կարող։ Եվ դատարանը փորձում են դարձնել գիտահետազոտական հիմնարկ, որը պետք է ասի, ստե խախտում եղել է, թե չի եղել։ Բազմաթիվ փորձագետներ կան, որ կարող են ասել խախտում եղել է, թե չի եղել, բայց դատարանը դրա համար չի։ Դատարանը նրա համար է, որ ինչ որ խախտում արձանագրելով հնարավորություն ունենա խախտման հետևանքները վերացնել, ուղղել։ Օրինակ, եթե մարդը ապօրինաբար ազատության մեջ է, անազատության մեջ է, մարդուն ազատել արգելանքից։ Դրա համար է դատարանը, դատարանը դրանով է տարբերվում փորձագետից։ Այս ամեն ինչի նպատակը դատարանին ուրեմն այդ հնարավորությունից զրկելն է։ Այս պահին այսքանը լրացուցիչ մենք խոսենք, կարևորագույնը ասեմ, այս պահին գնդակը
դատախազության դաշտում է, որտեղ քննչականն է շատ արագ գործ իհարկե ուղարկելու է դատախազին եւ դատախազության դաշտում է։ Դատախազության դաշտում է եւ այս առումով կարեւոր է դատախազության նաեւ դիտակցելը, որ սա դատախազության ֆորմալ առումով դատախազության տիրույթում գտնվող հարց է։ Այսքանը հաջողություն։